Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված ուզում է վերականգնել քո հարաբերությունները։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Մարդկության պատմության առաջին իսկ ողբերգությունը սկսվեց հարաբերությունների խաթարմամբ՝ նախ Ադամի և Աստծու միջև, ապա Ադամի և Եվայի փոխադարձ մեղադրանքներով և, ի վերջո, Կայենի և Աբելի միջև՝ նախանձ և եղբայրասպանություն։ Սիրելի՛ բարեկամ, երբ հարաբերությունները վնասվում են, մեր սրտերում բնակություն են հաստատում պատնեշները, անվստահությունը, դառնությունն ու մեկուսացումը։ Սակայն Աստծու մեծագույն նպատակն է քանդել այդ պատնեշները և կառուցել հաշտության կամուրջներ։ Նա ցանկանում է, որ մենք ապրենք խաղաղության և ներդաշնակության մեջ։ Մատթեոս 5:9 խոսքում Տեր Հիսուսն ասում էր. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն»։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ հարաբերությունների վերականգնումը ոչ թե առաջարկ է, այլ քրիստոնեական կարևորագույն պատվիրան։ Ստորև բերված հատվածում տեսնում ենք, որ Տեր Հիսուսի համար մարդկային հարաբերությունների բժշկությունն ու վերականգնումը շատ ավելի առաջնահերթ էին, քան կրոնական ծեսերն ու արարողությունները բծախնդրորեն կատարելը։ Ավելին, Տերը սովորեցնում էր, որ ոչ մի կրոնական ծես ու արարողություն ընդունելի չէ Աստծուն, եթե դու քո սրտում դառնության ու չներելու արմատներ ունես քո հարազատի կամ քո մտերիմի հանդեպ։ «Արդ եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, թող քո ընծան այնտեղ, սեղանի առաջ և գնա, նախ եղբորդ հետ հաշտվիր, ապա արի քո ընծան մատուցիր» (Մատթեոս 5:23-24)։ Անշուշտ, երբեմն միայն մեր հաշտվելու ցանկությունը բավարար չի լինում։ Մենք կարող ենք խաղաղարար դառնալ ու զղջալ մեր կամ դիմացինի սխալի պատճառով խաթարված հարաբերության համար։ Սակայն հարաբերությունների վերականգնումը երկու կողմերի միջև հաշտության արդյունքն է, այլ ոչ թե մեկի՝ դեպի հաշտություն տանող քայլերի պտուղը։ Սակայն, այնուամենայնիվ, Աստված մեզնից մեր բաժինն է պահանջում։ Հռոմեացիս 12:18 խոսքում կարդում ենք. «Եթե հնարավոր է, որքան ձեզնից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ մնացեք» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հարաբերությունների բժշկությունն ու վերականգնումը պահանջում են խոնարհություն և Տեր Հիսուսի ուսուցանած աստվածային սկզբունքների կիրառում։ Իհարկե, մարդկային հպարտությունն ասում է՝ թող ինքը գա ու ներողություն խնդրի, չէ՞ որ ինքն է մեղավոր։ Քրիստոսի աստվածային սերը հուշում է՝ գնա առաջինը և հաշտության քայլ արա, նույնիսկ եթե դու ճիշտ ես ու նա՝ սխալ։ Տեր Աստված մեր լավագույն օրինակն է ներման ու հարաբերությունների վերականգնման հարցում։ Մե՛նք էինք մեղավոր, մենք էինք հեռացել Աստծուց, մենք էինք մեղքի ճահճի մեջ կործանվում, բայց Աստված առաջինը քայլ արեց՝ Իր Որդուն ուղարկելով, որպեսզի Նա մեր մեղքերի համար պատժվի և Աստծու հետ հաշտության հնարավորություն ընձեռի մեզ։ Հռոմեացիս 5:8 «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք. Քրիստոսը մեզ համար մեռավ» Աստծու Արքայությունը հարաբերությունների մասին է։ Տերը կարևորում է մարդկանց միջև ներդաշնակ սիրո ու ներման հարաբերությունների առկայությունը։ Եվ Նա Իրեն խնդրողին տալիս է ներելու և նաև ներողություն խնդրելու շնորհ։ Մյուս կողմից, սխալները, հպարտությունը կամ դավաճանությունը քանդում են ընտանիքներ, ընկերություններ ու հոգևոր հարաբերություններ։ Այո, դժվար է վերականգնել նախկին վստահությունը, երբեմն նույնիսկ անհնարին։ Սակայն հաշտությունը ավելի շատ հարաբերությունների բժշկության մասին է, իսկ վստահության վերականգնումը Աստծու շնորհով կարող է տեղի ունենալ նաև հետագայում։ Վերականգնումը չի նշանակում վերադարձ անցյալին։ Այն նշանակում է նոր սկիզբ, բայց այս անգամ Տեր Աստծու հետ և Նրա սահմանած սկզբունքներով։ «Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած, միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» Աստված ուզում է վերականգնել քո խաթարված հարաբերությունները անվանումը կրող ուսուցումը
Կարող եք ունկնդրել այն հղումով, որը կտեղադրվի այս տեսանյութի մեկնաբանություններում կամ աուդիո ուղերձից անմիջապես հետո։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով Արման Մանուկյան։